Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Արև ձեզ հարգելի գործընկերներ, հարգելի նախագահողներ, պատգամավորներ, մեդիա ներկայացուցիչներ։ Այսօր հնարավորություն ունենք քննարկելու 2026 թվականի պետական բյուջեի նախագիծ արտաքին քաղաքականության մասով, իհարկե միանգամից պետք է ասեմ, որ արտաքին քաղաքական գերատեսչության եւ ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական թիվ 1 առաջնահերթությունը, նպատակը, առաքելությունը, եթե կուզեք, Հայաստանի Հանրապետության շուրջ խաղաղ անվտանգ միջավայրի ձևավորումն է, Հայաստանի Հանրապետության զարգացման եւ բարգավաճմանը միտված նպաստող միջավայրի ձևավորումն է եւ այս առումով իհարկե պետք է սկսենք եւ նաեւ նշենք եւ ակնհայտ է, որ առաջնային դերը պատկանում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջին հերթին Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանը, մնացող հարցերի քննարկման ամբողջական կարգավորմանը։ Ես իհարկե բյուջեի նախագիծը ներկայացնելիս միշտ ձգտում եմ խուսափել արդեն իսկ կատարված աշխատանքի ներկայացումից, որովհետև հասկանալիորեն դրա հնարավորություն ունենում ենք կառավարության ծրագրի կատարման ընթացքի մասին հաշվետվության ժամանակ, բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ, բայց նաև չենք կարող խուսափել ամբողջապես արդեն իսկ տեղի ունեցածին հղում անելուց եւ հենց միանգամից էլ պետք է այդպիսի մի գործողություն անենք, երբ խոսում ենք Հայաստանի շուրջ խաղաղության, խաղաղ միջավայրի հետագա ձևավորումից կամ հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումից, չենք կարող չհիշատակել ընթացող տարվա թերևս ամենաառանցքային, ամենակարևոր արտաքին քաղաքական իրադարձությունը, այն է այս տարվա օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի եւ նաեւ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի վկայությամբ ստորագրված ուրեմն հռչակագրից եւ նախաստորագրված միջպետական հարաբերությունների կարգավորման պայմանագրից, այո, օգոստոսի 8-ին տեղի ունեցածը կարող եմ առանց վարանելու, առանց չափազանցություն համարելու անվանել շրջադարձային, իհարկե բնավ կասկածի տակ չդնելով կամ չթերագնահատելով մինչ այս ուղղությամբ կատարված աշխատանքը տեղի ունեցած բանակցությունները ի վերջո այդ ամբողջը հանգեցրեց նաև հնարավոր դարձրեց օգոստոսի 8-ը, բայց այո, չափազանցություն չի, եթե ասեմ, որ այնինչ տեղի ունեցավ այդ օրը Վաշինգտոնում շրջադարձային էր եւ նաեւ հետագա ուրեմն աշխատանքները ներկայացնելու համատեքստում անկյունակարային են։ Այդ օրը ես ավելորդ չեմ համարում նորից ամփոփել, նորից ներկայացնել իրականում ինչ տեղի ունեցավ։ Խաղաղություն հաստատվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ընդ որում նորից ստորագրված հռչակագրով անվերապահ ուրեմն հարգանք հայտնելով միմյանց տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության նկատմամբ, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Ալմաթի հռչակագրի համաձայն սահմանների ուրեմն անձեռնմխելիության նկատմամբ, նաեւ այդ օրը համաձայնեցվեցին առանցքային սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու կամ սկսվել է արդեն ապա տրանսպորտային ենթակառուցվածքների ապա շրջափակման գործընթացը եւ նաեւ նախաստորագրվեց արդեն երկու արտաքին գործերի նախարարների կողմից նախաստորագրվեց խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիրը եւ այս պայմանագրում էլ իր հերթին արտացոլված են եւ հետագայում այդ տեքստը հրապարակվեց, հանրայնացվեց, իր հերթին պայմանագրում էլ արտացոլված են նույն փոխադարձ սահմանների եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չխառնվելու ուրեմն հանձնառությունը եւ մնացած բոլոր կարևոր սկզբունքները չեմ ուզում հատիկ առ հատիկ թվարկել, կրկին տեքստը հանրային է, ցանկացած պահի կարող եք մտնել եւ ծանոթանալ, եթե մինչ այդ չեք հնարավորություն ունեցել կամ հարկ համարել։ Մի բան կուզեի այստեղ ավելացնել, ես շատ կարևոր եմ համարում այդ տեքստի հանրայնացումը, նաեւ այն առումով, որ երևի բոլորս կհիշենք, թե ինչ բարդ կոնֆիգուրացիաներով, ինչպիսի
ստեր էին տարածվում եւ մանիպուլյացիաներ էին տարածվում այս պայմանագրի վերաբերյալ, կրկին առիթ եմ ունեցել էլի ասելու, նորից կասեմ սահմանադրությունների փոփոխություն, չգիտեմ 100,000-ավոր մարդկանց շարժ է ստեղից այնտեղ եւ այլն եւ Փառք Աստծո թուղթը հանրային է, հրապարակային է եւ տեսնում ենք, որ այդ մանիպուլյացիաներից եւ որևէ մեկը այդտեղ ոչ միայն չկա, այլև հերավոր ակնարկ անգամ այդ ամեն ինչի մասին չկա։